Հայաստանի պարիպետական անսամբլը երկար դադարից հետո կրկին Վանաձորում է։ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում լոռեցի հանդիսատեսին է ներկայացնում համերգային նոր ծրագիր։ Մեր տրադիցիոն, մեր արդեն մեր խմբի համար դասական դարձած պարերից բացի բերել ենք նոր համարներ, որոնք Երևանում մեկ-երկու անգամ ենք ցույց տվել։ Հիմա արդեն նոր փորձությունը կլինի նաև Վանաձորում։ Շատ կարևորում եմ մարզերում մեր համերգները։ Եթե իմ հնարավորությունները ներեն, ես գյուղից գյուղ ման կգայի եւ մեր արվեստը կտանեի գյուղից գյուղ, որովհետեւ շատ ուզում եմ, որ մեր գյուղի ժողովուրդը, բացի գյուղատնտեսական աշխատանքները, բացի հեռուստացույց նայելու, ունենան նաև հնարավորություն մոտիկից շփվելու հայ արտիստների հետ։ Մեր ժանրը պարիպետական, երգի պարիպետական, բարեկամություն, ազգային նվագարաններ, դրանք խորը ազգային երևույթներ են։ Շատ խորը, իսկական ազգային ժանրը սա է, որ պահպանում է բուն հայկականը, բուն ազգայինը։ Վաղար շաբաթի պար Շուշիկի, Քոչարի, Բերդ, բեմում հայկական շունչն ու ազգային ոգին է թևածում։ 17 պարային համարներում ներկայացվում են մեր ազգին բնորոշ գծերը, ավանդույթները։ Այս ելույթով պարիպետականն ազդարարում է մարզային համերգաշարի մեկնարկը, նպատակ ունենալով ակտիվացնել մշակութային կյանքը համայնքներում։ Պարիպետական անսամբլը միշտ պարում է ազգային պարեր։ Այդ պարերը մենք պահպանում ենք, զարգացնում ենք եւ փոխանցում ենք սերնդե սերունդ։ Նաեւ այսօր Վանաձորում մենք ներկայացնել ենք մեր ազգային պարը։ Շատ պարտավորություն է յուրաքանչյուր համերգ, շատ ջերմ հանդիսատես է Կիրովականի հանդիսատեսը, քանի որ բախտ ենք ունեցել եւս մի քանի անգամ այս բեմում ապրել։ Մեծ սիրով միշտ սպասում ենք նմանատիպ համերգների, ներկայացնելու մեր մշակույթը, մեր Հայաստանի պարիպետական անսամբլի հին եւ նոր պարերը։ Ազգային ինքնության պահպանման ու պարի ոսկե ժառանգությունը սերունդներին փոխանցելու նպատակով պարիպետական անսամբլն առաջիկայում համերգներ կունենա Արմավիրի, Արարատի, ապա նաև հանրապետության այլ մարզերում։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։